Պարոն Հակոբյան, բացի այս գործին անդրադառնալը, նաև համատեքստի նախընտրական շրջանում այսպիսի մեղադրանք ըստ ձեզ սա ինչպես կազդի ընդհանուր առմամբ պրոցեսների վրա եւ նաև ձեր ուժի հետագա գործունեության վրա։ Իմ պատկերացմամբ նման երևույթները եւս մեկ անգամ ապացուցում են, որ քրեիրավական համակարգը եւ արդարադատության համակարգը ամբողջապես օգտագործվում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոստումները եւ շանտաժը արդարացնելու համար, որովհետեւ ես վստահ եմ, որ թե քննիչները, թե դատախազները իմանում են, թե ում վրա նոր գործ պետք է կարեն Նիկոլ Փաշինյանի լայվերից եւ ելույթներից։ Մենք տեսնում ենք բազմատեսակ խախտումներ, նախընտրական, մենք տեսնում ենք վարչական ռեսուրսի օգտագործում, բայց բնականաբար տվյալ երևույթները դատարան չեն հասնում։ Բայց այն բոլոր ուժերը, որոնք որ մասնակցում են ընտրություններին, ամիջապես դառնում են լրտես, ամիջապես իրենց բիզնեսները դառնում են պետականացման ենթակա։ Մեր քաղաքական միավորի մեջ արդեն կա երկու տեխնացու եւ մեկ գործող պատգամավոր, ովքեր որ քաղբանտարկյալ են։ Պարոն Թևանյանը հիմա միանում է իրենց շարքերին, այս բոլոր մարդիկ, ովքեր այսօր շաղերի հետևում են, իրենց գործած միակ մեղքերն են, որ պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ։